տեսնում ենք մենք Հայաստանի տնտեսության ընդհանուր կառուցվածքը վերջին տարիներին եւ տնտեսական ցուցանիշները, ապա տեսնում ենք, որ արդյունաբերությունը գնալով կրճատվում է, իսկ արդյունաբերությունը տնտեսության լոկոմոտիվն է։ Այսինքն աճում է ծառայությունների ոլորտը, այո, աճում է ծառայությունների ոլորտը, իսկ արդյունաբերությունում հիմնական ցուցանիշները արձանագրում է հանքահումքային ոլորտը, այսինքն ինչ է տեղի ունենում պղնձի կոնցենտրատը կամ եւ մոլիբդենի առանց վերամշակվելու ուղարկվում է արտասահման, Հայաստանում հավելյալ արժեք չի ստեղծվում եւ փաստացի այսօրվա դրությամբ ընդամենը արդյունաբերությունը տնտեսության մեջ 9% է, դա պատմականորեն եւ ցածր ցուցանիշ է եւ ընդհանուր եթե նայենք նման ցուցանիշով տնտեսություն երկարաժամկետ ապագայում հանդիպելու է խնդիրների ցանկացած տնտեսություն, ինչ ենք մենք առաջարկում ենք ստեղծել 300,000 աշխատատեղ, որից որ 80,000-ը լինելու է արդյունաբերության ոլորտում, ինչ է նշանակում դա, այսինքն տեղի ունենալու հանրապետության արդյունաբերականացում, քաղաքներում եւ գյուղերում կառուցվելու են գործարաններ։ Դա ասելով մենք ինչ նկատի ունենք, այսինքն ենթադրենք դե արդյունաբերություն Հայաստանը ունեցել է Խորհրդային Միության տարիներին, բավական զարգացած արդյունաբերական ոլորտ։ Եթե նայում ենք Հայաստանի, այո, ընդհանուր առևտրային շրջանառությունը, արտաքին ներքին համեմատական, ապա տեսնում ենք, որ արտահանում ներմուծում 4 միլիարդի բացասական ցուցանիշ ունենք, այսինքն 4 միլիարդով ավելի շատ ապրանք ենք ներմուծում, քան արտահանում ենք, եւ մենք ունենք ոլորտներ, օրինակի համար նավթա վերամշակման արդյունաբերությանն է դա վերաբերվում, դա պղնձաձուլարան կառուցելու ծրագրին է վերաբերվում, կարող ենք այնպես անել, որպեսզի Հայաստանում մենք փոխարինենք, կատարենք ներմուծման փոխարինում եւ Հայաստանում ստեղծենք հավելյալ արդյունք։ Մենք գտնվում ենք այսօր հարևան մեր պետությունները, մասնավորապես Իրանը, նաև Մերձավոր Արևելքն է մոտիկ գտնվում նավթային պաշարներ ունեցող ամենամեծ պետություններն են։ Մենք դրանցից չենք օգտվում։ Մենք առաջարկում ենք մասնավորապես Վանաձոր քաղաքում ստեղծել նավթավերամշակման գործարան, որը որ թույլ կտա Հայաստանի Հանրապետության ամբողջ պահանջարկը նավթավերամշակման ոլորտի ամբողջությամբ լուծել, այո, բենզինը, ինչու՞ չէ նաև բիթումը եւ մնացած ապրանքները, դիզելային վառելիքը ամբողջությամբ արտադրել հանրապետությունում եւ փաստացի տեղի ունենալու ներմուծման փոխարինում։